Աշոտ Մուշեղյանը քաղաքացիական պայմանագիր խմբակցության ցանկով չէր անցել։ Այո, անցել էր։ Ուրեմն նայեք, մի բան էլ ասեմ, մի բան էլ ավելացնեմ։ Աշոտ Մուշեղյանը այնքան գործ արել է այս գյուղերի համար, ու անշահախնդիր, ոչ համանքից է։ Գերեզմանոցը մեր սրբությունները կարևոր զաբորապատել է։ Հիմա կովերից տեղ չկար։ Շիրիմի վրեն երկրորդ օր չկար, կովերը սա ուտում էին։ Այս մեր գյուղերի ճանապարհները, լուսավորությունները, մեր Չարենցը, որ այսօր տուրիստներն են գալի այդտում, դա մենակ մեր պարտանքը չէ։ Դա պետք է Մասպետի ուրախությունը լինի, գյուղապետի վարչական շրջանի ղեկավարի ուրախությունը լինի, որտեղ այս գյուղը ծաղկում է, ասենք կա մարդիկ այդտեղ գալիս են, լավ են զգում։ Հասկանում եք, տուրիստները զզվում էին Չարենցում, զզվում ինչ էին իջնում։ Հələ գնացես ինչ է սարքել։ Մարդը սարքելը բոլորիս համար է, մեր համար չէ, Մասպետի։ Ուրեմն այստեղ հիմնական պատճառը մեր հասկանալով, որ ազատել են աշխատանքից, այս տարածքը այստեղից երևում է մի 60-70 հեկտար ապօրինի օտարել են ապօրինի, որը հիմնական մեր գյուղի տեղն է, իսկ ինքը ջահելները ամուսնանային, որ մի հատ հող տային, տուն սարքեին։ Հիմա ջահելները արդեն փախնում են, որ դրան ապօրինի հողերը ծախում են։ Մեկը կներես, մեկը ծախեր է, ես իմ քանի հեկտար, նորից 30 հեկտար, նորից եկերա 30 հեկտարը ինչը առերա։ Այդտեղով ինչ կոպեկներով հող առնում են, թանկ վաճառում են, սզվանով է տեսա։ Կա լիքը առնողներն իրանք լավ գիտեն։ Այդ ամեն ինչի մեջ Մուշեղյանը։ ինքը ատկազար է, չի ուզեցե որ ստորագրի այդ հողերի արկու վաճառքը, դրա համար ընկան հետևից հանեցին դուս։ Կոպեկ խոչընդոտ էր այդ հողերի համար։ Այստեղ այդ ասում ենք իրավական սաղ սուտի բաներ է, որովհետև դատարանի վճիռով այդ է հանվում աշխատանքից, չկար դատարանի վճիռ ու վերջ։ Հիմնական խոչընդոտը դա է, հողերն է, որ ինքը խոչընդոտում էր, կանգնած էր մեր ժողովրդի կողքին։ Հիմա մենք այստեղ որ հավաքված ենք, ինքը նույնիսկ դեմ է, որ մենք հավաքվել ենք։ Անցած անգամ էլ զանգեց, ասեց մի հավաքվեք, մի արեք, բայց մենք ժողովուրդը երախտապարտ ենք այդ մարդու արածից։ Նոր նշեցին Չարենցի կամարը մի 3-4 մեքենա աղբ են տեղափոխել, մի քանի մեքենա ճյուղ են տեղափոխել, մի հատ մաքուր վիճակ, զինվորի արձանը ստեղ է, մաքուր խնամված, լուսավորված։ Մի հատ էլ ես մի երկու բան թարմացնեմ, որ իրոք անմիջապես ցածու ձևով այդ մարդուն էությունը կբացահայտվի։ Իր հալան հորաքույր է, սրանից 7 ամիս առաջ մահացել է, հենց Աշոտի մասին։ Իր սեփական հորաքույրը ստեղի ծնունդ է եղել, պելուս նրան ստեղ տունը ունեցե ինքը, 15 տարի ապրել է, պելուս իր մանկությունը։ Այդ տեղեն, ասեց ես չեմ կարա ձեզ օգնեմ, տարեք ուրիշ տեղ, ժողովրդի պերանը ես չեմ կարա բան անեմ, ես իրավունք չունեմ այդ քայլին տալու, իսկ ձեր մարզպետը իր կողմնակիցի համար հողա ուզե որ հողարկավորում արի երեխեն մերժելա դրա համար էլ հետևից անգե թող է աշխարհի մանա անգեր հարգարժան վարչապետ Փաշինյան ջան դու լավ իմացի ասած խոսքերը 75 տարեկան մարդ եմ երբևիցե սուրճ չեմ խոսացել այս խոսքերը քեզ անպայման պետք է ամեն ինչ ասի արդեն որ իմանաս ինչ ազնիվ տղա է կորում էստեղից